Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան շաբաթաթերթին 102-րդ համանատյուս եկալ։ Հալեպահայերին մեջին վիրավորներ կամ վեճ։ Եկիք թողենք վեճվեր մեր փողերավը առած բենզինը մեր դեմ զենք սարքին։ Ազգային արխիվում ներկայացված են հայրենական մեծ պատերազմի մասին բացառիկ վավերագրեր։ Ավերումի ու խտրականության հետքերավը դոմերի անարարկայական պատմությունը։ Ետրնալի հույսավ։ Հալամ 80-ականներին այլալ վերթորքերը օզյալն հայրին հարցերը լուծին, Բաղդասարով, հրադադարանը ետը Շուշի քինյալից գերի ընգած Գևորգ Սուջյանին 15 տարավ դատապարտալն։ Արևմտյան Հայաստան շաբաթաթերթին 102-րդ հերթական համանատյուս եկալ։ Շապիկին իրան նկարվածա մի տանի հնագույն հուրիական պետության խորհրդանշական պատկերագրությունը վերը գոյություն ունեցալ հայկական լեռնաշխարհում մեր թվարկությունից առաջ 17-ից 13-րդ դարերում ընդգծելով տարածաշրջանի պատմական ու քաղաքակրթական շարունակականությունը, համար անդրադառնում ազգային ինքնության, պատմական հիշողության ու արդի քաղաքական ու մշակութային գործընթացներին ներկայացնելով վերլուծական նյութեր, հարցազրույցներ ու պատմագիտական հոդվածներ։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն տարբերակներով Western Armenia TV-ին սայտում։ Քասատի ներքին ապահովման ուժերի ու սիրիական բանակի ապահովական ուժերի միջև տեղի ունեցած փոխադարձ հրաձգության դարդան հայաբնակ թաղամասերում վիրավորներ կամ վեճ։ Գանձասարահաղորդումով մի քանի տներ մասնակի նյութական վնաս ընկրալ։ Սոր Հալեպումը հանդարտ վիճակաշխոլնեն, համալսարանեն, պետական հաստատությունեն կապված են նկատի ունենալով Հալեպա նահանգապետի 3 գիշեր կատարած հայտարարությունը առայն վեր սոր այդ կենտրոններում գործունեությունը դադարեցված է։ Հրաձգություններին վախտը արձանագրվել է 8 հատ վիրավոր ու 2 հատ զոհ, նաև սիրիական քաղաքացիական պաշտպանության ուժերան 2 զինծառայող զոհվել։ Հայակվե բոյկոտինք ու թույլ չտանք վեր ադրբեջանական բենզինը վերածվե մեր դեմ ուղղված հրանոթների։ Վարչախումբը որպես մերելացին խաղաղության օրակարգի պատմական ձեռքբերման ներկայացնում թշնամական Ադրբեջանա մոտ 600 տոննա բենզինամուտքը Հայաստան։ Ինքեկալալ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգա Թրեյդ ընկերությունը ուսորվանից սկսալա իրացները հայաստանյան շուկայում։ Կոչընկանում սաղ վարորդներին դրսևորել քաղաքացիական պետ գիտակցություն ու մաշինեն չլիցքավորել ռան օյլ բենզալոցակայաններում, որովհետև տրանսում վաճառվում է ադրբեջանական բենզին, վերը Բաքվի բռնապետ Ալիևը ծախմամես փորձելով պատրանք ստեղծել, թա իբր խաղաղություն է ուզում։ Իրականում բռնապետ Ալիևը մծ քանակի սպառազինություն ակուտակում բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին ու պատրաստում է ագրեսիայի Հայաստանադեմ։ Իրան բենզինը ինքյունել ավունք ավելի շատ ընկյուրան հնարավորություն տլական հանցվերամ ինքը զենք ծեկպերի ու Հայաստանը իրան ավելի շուտ հարձակվե։ Մեր հազարավոր նահատակներին այրունը մզետի շատ ավելի թենգյա, անգին, քան թշնամուց ներկրված վառելիքը, բոյկոտինք Ryan Oil բենզալոցակայանները, թույլ չտանք վեր մեր փողավ գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվե մեր դեմ ուղղված հրանոթների։ Արևելյան Հայաստան ազգային արխիվում այս օրերին գործող բացառիկ վավերագրեր Հայաստան ազգային արխիվաֆոնդերան խորագրավ ցուցադրության շրջանակում ներկայացված են երկրորդ համաշխարհային պատերազմի ու հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր։ Ազգային արխիվը հայտնում են այցել ունեն հնարավորություն ունին ծանոթանալ ազգային արխիվում պահպանվող հունց պաշտոնական ել անձնական ծագման մի քանի փաստաթղթերի, լրատվական ու քարոզչական նյութերի, լուսանկարների, պաստառների եւ այլն։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված անկյունումը ի թիվս այլ վավերագրերի ցուցադրված են Թամանյան դիվիզիայի հերոսների լուսանկարները, Մարտիրոս Սարյանի նամակը Մարշալ Հովհաննես Բաղրամյանին, Արմտակ լրատվական գործակալության պատրաստած պատերազմական թեմատիկայով տեղեկատվական պաստառներ, ՀԽՍՀ թիկունքի աշխատանքներ ու ռազմական արդյունաբերության մասին փաստաթղթեր։ Մեհմեդ Քույումջուի անառարկայական կյանքեր դոմեր վավերագրական կինոն պատմում է Հաթայի դոմ համայնքի անտեսված կյանքի կրած կորուստների ու համերաշխության մասին։ Ինքը Քույումջուն ծնված ինելով դոմ համայնքում տարիներ շարունակ զբաղվել է դոմ, ռոմ ու աբդալ համայնքների իրավունքների պաշտպանությամբ ու որոշ պատմել սեփական պատմությունը ներսան։ Կինոյի նկարահանումներին վաղտը տեղի ունեցած 2023 թվականի փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժը համ կործանալ քաղաքը, համ էլ ոչնչացրալ կինոյի համարյա թե սաղ կադրերը։ Մնացալ ընդամենը 15 րոպեանոց արխիվայի մի հատ նյութ։ Չնայած դրան Քույումջուն մի տարի անց վերսկսալ այրագործը կենտրոնանալավ երկրաշարժանը ետը դոմ համայնքի ռճին ծառացած խտրականության սոցիալական մեկուսացման ու գոյատևման պայքարին իրա։ Ալիքև հիմնադրամի հիշողություն ճշմարտություն արդարության կենտրոնի աջակցությունով ստեղծված կինո ներկայացնում է դոմ, ռոմ ու աբդալ համայնքների խնդիրները բնակարանային կրթական, առողջապահական ու զբաղվածության ոլորտներում։ Երկրաշարժանը ետը դոմերը հաճախ դույսում մնացալ օգնության բաշխումից, ենթարկվան թիրախավորման ու ստիպվածնել այլ գաղթին սեզոնային գործերի։ Կինոն ցուցադրվել Արևմտյան Հայաստանը տարբեր քաղաքներում արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակին, միջազգային գնչուական կինոփառատոնում ու ներկայացվել է միջազգային հարթակներում։
1917 թվականին Շուշի լույս տեսածու հետո 1990-ականներին վերածնված ապարաժը հայ մամուլի են եզակի պարբերականներանա վերը ծնվալա ազգային զարթոնքի ու պատմական բեկումնայի ժամանակաշրջանում։ Իլալա ոչ միայն լրատվական հարթակ, այլև գաղափարական դիրքորոշում, ազգային մտքի ու պայքարի խոսնակ։ Տասնամյակների վաղ ապարաժը անցակացած դիժեր ճանապարհ, պատերազմներ, լռեցում, վերածնունդ ու նորից ընդհատում։ Բայց հունց ու յուրան անուննահուշում կանգունա մնացալ դիմակայելով ժամանակի մարտահրավերներին։ Սոր ապարաժը ետատեռնում ոչ միայն անցյալը հիշեցնելի, այլև ներկան բացահայտելի ու ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելի նպատակով։ Ետեռնալի հույսավ, հույսը խոսքի ազատության, ազգային արժանապատվության ու հայ հասարակության առողջ ինքնագիտակցության վերականգնման։ Սոր ցավոք ապրունք մի ժամանակաշրջանում վեր խոսքը վտանգավոր է, իսկ սուսանելը հանցավոր է։ Ապարաժը շարունակելու է յուրան առաքելությունը պիցրցնելով այն ինչ վեր լռեցվում է, պաշտպանել ազգայինը, քննադատել ապազգայինը ու ինել հանրային մտքի հարթակ անկախ ժամանակավոր շահերան։ Ապարաժը շարունակելու է նորակարգումը պահել Արցախահարցը ու Արցախահայության իրավունքների պաշտպանության պայքարի ուղին։ Ետեռնալ է սկիզբը, ետեռնալ է ինյականը։ Մերձավոր Արևելքահայ-Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարավ էր Արևելյան Հայաստանան ներքաղաքական գործընթացների ու հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին հիմքումը թուրքական հատուկ ծառայությունների երկարամյա ռազմավարությունն է։ Յուրանսելավը Թուրքիայի հիմնական նպատակներն են Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության ժխտումը, պատմական Հայաստանաճինջումը հայ ժողովրդի հիշողություններն ու հայ առաքելական եկեղեցու թույլատումը որպես ազգային ինքնության հիմնասյուն։ Բաղդասարովը ընդգծալ ավեր ցեղասպանության թեման արհեստական ներկայացվում է որպես արտաքին պատվեր, մինչդեռ միջազգային իրավական փաստավերի հասկացությունը ձևակերպել է Ռաֆայել Լեմկինը, իսկ առաջին ճանաչումը իրականացրել է Ուրուգվայի 1965 թվականին։ Ուրուգվայի 1965 թվականի թիվ 13 ու 326 օրենքով առաջին երկիրն էր վեր ապրիլի 24-ը հայտարարել է հայ նահատակների օր։ Հայերի ցեղասպանության այս ճանաչումը վերահաստատվել է 2004 թվականին թիվ 17 ու 752 օրենքով, 2024 թվականին թիվ 274 օրենքով, Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի խնդրանքավը ապրիլի 24-ը հայտարարվել է հայերի ցեղասպանության հիշատակի օր։ Ինքը նշալավ էր Թուրքիան պատմականորեն գործալ է որպես արևմուտքի առաջապահ Ռուսաստանա ու հայ ժողովրդի դեմ, իսկ սորեդ քաղաքականությունը շարունակվում է տեղեկատվական ու հոգեբանական հարթակներում նպատակ ունենալով խաթարել հայկական ինքնությունն ու պատմական ճշմարտությունը։ Free Armenian Prisoners Գևորգ Սուջյանը ծնված 1989 թվականի հունվարի 21-ին Նոր Հայաստան հայրենիք բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներն է։ Ինքը գերեվարվել է Բաքվի զինված ուժերի կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին հրադադարը ուժի մեջ մտնել անյետը Շուշի Քինյալիս Լաչինա միջանցքավը։ Ինքը մեղադրվել է ադրբեջանա-քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ, ավետվում զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված կազմավորում ստեղծելու պետական սահմանին ապօրինի հատել։ Գևորգ Սուջյանը դատվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 2025 թվականի հուլիսի 14-ից 28 ու 2025 թվականի հուլիսի 28-ին դատապարտվել 15 դռնվա ազատազրկման։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։